Համաշխարհային տնտեսությունը բախվել է աննախադեպ մարտահրավերի, համաշխարհային պարտքը 2025 թվականի երկրորդ կիսամյակում հասել է 338 տրիլիոն դոլարի։ Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է տարվա առաջին 6 ամսվա 21 տրիլիոն դոլարի կտրուկ աճից հետո, ինչը լրջագույն մտահոգություններ է առաջացնում համաշխարհային ֆինանսական կայունության վերաբերյալ։ Այս հսկայական պարտքի կուտակման համատեքստում հատկապես ուշագրավ է Ճապոնիայի օրինակը։ Զարգացած երկրների շարքում ամենամեծ պարտքային բեռ ունեցող պետությունը հնայի մոտ 260%-ի չափով Ճապոնիան է։ Ճապոնիան արդեն մոտ 25 տարի է, ինչ խրված է այսպես կոչված քանակական մեղմացման քաղաքականության մեջ, որը սկզբնապես կիրառվեց որպես ժամանակավոր միջոց տնտեսությունը խթանելու համար։ Նույն քայլին գնացած Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրոգոտու երկրները կարողացան դուրս գալ այս ծրագրից, իսկ Ճապոնիան շարունակում է մնալ դրա գերին։ Միացյալ Նահանգների ազգային պարտքը գերազանցել է 37 տրիլիոն դոլարը։ Ըստ փորձագետների, Ճապոնիան դարձել է մի վառ օրինակ, թե ինչպես զարգացած տնտեսությունը կարող է կորցնել առանց արտաքին խթանների աճելու կարողությունը։ Տնտեսագետները համարում են, որ համաշխարհային տնտեսությունը թևակոխել է մի վտանգավոր փուլ, որտեղ պարտքի հսկայական բեռը սպառնում է խաթարել ֆինանսական կայունությունն ու տնտեսական աճի հեռանկարները։